Թայլանդի և Կամբոջայի միջև բախումները շարունակվում են։ Ռազմական գործողությունները ծավալվում են նաև Սիամական ծոցին հարող սահմանային հատվածում, ինչպես նաև արևելքում Լաոսի հետ սահմանի մոտ։ Թայլանդի տվյալներով Կամբոջան կիրառել է գրադ համակարգեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և տանկեր։ Կամբոջան էլ հայտնել է, որ թայլանդական կողմը ԱԹՍ-ների, հրետանու և ականանետերի կիրառմամբ հարվածներ է հասցնում տարբեր շրջաններին։ Թայլանդի և Կամբոջայի սահմանին մարտերը վերսկսվել են դեկտեմբերի 8-ին։ Կողմերը միմյանց են մեղադրել ամռանը ձեռք բերված հրադադարի խախտման համար։ Այս տարվա հուլիսին երկու երկրների միջև հնգօրյա մարտերի ընթացքում զոհվել էր առնվազն 48 մարդ, իսկ 300,000-ը տեղահանվել։ Այդ ժամանակ կողմերը Մալայզիայի միջնորդությամբ և Միացյալ Նահանգների աջակցությամբ հասել էին հրադադարի, սակայն նոյեմբերին Թայլանդը հայտնեց կամբոջական կողմի տեղադրած ակամի պայթյունի հետևանքով իր զինծառայողի վիրավորման մասին, հայտարարելով, որ կասեցնում է խաղաղության համաձայնագրի իրականացումը։ Կամբոջան հերքել է մեղադրանքը։ Դեկտեմբերի 9-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր գործադրել բոլոր ջանքերը Թայլանդի և Կամբոջայի միջև զինված հակամարտությունը դադարեցնելու համար։ Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է երկրի 2026 թվականի պաշտպանության բյուջեի նախագիծը։ Փաստաթուղթը շուտով կներկայացվի Սենատի քվեարկությանը։ Այն նախատեսվում է հաջորդ շաբաթ։ Ըստ օրինագծի 2026 թվականի պաշտպանության բյուջեն կկազմի $901 միլիարդ։ Փաստաթուղթը նախատեսում է $400 միլիոն չափով ռազմական օգնություն Կիևին։ Բացի այդ, նախատեսված է զինծառայողների աշխատավարձի բարձրացում, Չինաստանում Ամերիկայի ներդրումների սահմանափակում, ինչպես նաև Սիրիայի դեմ պատժամիջոցների լիարժեք չեղարկում։ Ներկայացուցիչների պալատի հաստատած փաստաթուղթը նախատեսում է Եվրոպայում պահել առնվազն 76,000 ամերիկացի զինծառայող մարտական տեխնիկայի հետ միասին։ Բացի այդ, կա դրույթ Հարավային Կորեայում ամերիկյան զորքեր պահելու մասին։ Օրինագիծը ներառում է Իսրայելին տրամադրվող լայնածավալ աջակցություն, այդ թվում երկաթե գմբեթ և Դավթի պարսաթիկ համատեղ հրթիռակազմային պաշտպանության ծրագրերի ամբողջական ֆինանսավորումը։ Միացյալ Նահանգների զինվորականները Վենեսուելայի ափերի մոտ կալանել են նավթային լցանավ։ Bloomberg գործակալության տվյալով այն գտնվում է պատժամիջոցների ցանկում։ Լցանավի կալանումը կարող է բարդացնել վենեսուելական նավթի արտահանումը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով սա Միացյալ Նահանգների կողմից երբևէ կալանված ամենամեծ լցանավն է։ Ըստ ամերիկյան կողմի այն զբաղվել է վենեսուելական և իրանական նավթի ապօրինի վաճառքով։ Վենեսուելան նավթային լցանավի կալանումը որակել է որպես կողոպուտ և միջազգային ծովահենության ակտ։ Դեռ իր քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը բացահայտ հայտարարել է, որ իր նպատակը Վենեսուելայի նավթին տիրանալն է առանց դրա դիմաց որևէ փոխհատուցման։ Դա մեր էներգետիկ հարստությունը թալանելու կանխամտածված ծրագրի մաս է, հայտարարել են Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունից։ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Ուկրաինայում նախագահի ընտրություն անցկացնելու անհրաժեշտության մասին։ Վոլոդիմիր Զելենսկին պետք է իրատես լինի, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։ Նրանք վաղուց ընտրություն չեն անցկացրել։ Նրանք կորցնում են մեծ թվով մարդկանց։ Ուկրաինացիների 82%-ը պահանջում է համաձայնագիր կնքել։ Ես դա հասկանում եմ, ասել է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայում կոռուպցիայի հետ կապված լուրջ խնդիրներ կան, ինչը ևս մեկ պատճառ է ընտրություն անցկացնելու համար։ Վոլոդիմիր Զելենսկին էլ Գերագույն Ռադայի ներկայացուցիչների հետ քննարկել է պատերազմից տուժած Ուկրաինայում նախագահի ընտրություն անցկացնելու հնարավորությունը և սպասում է պատգամավորների առաջարկներին։ Ես թույլ չեմ տա Ուկրաինայի դեմ ուղղված որևէ շահարկում։ Եթե գործընկերները, այդ թվում մեր առանցքային գործընկերները այդքան շատ ու հստակ խոսում են Ուկրաինայում ընտրությունների մասին, ապա մենք պետք է յուրաքանչյուր հարցի հիմնավոր պատասխանը տանք։ Դա հեշտ չէ, բայց այս հարցի շուրջ ճնշումը մեզ հաստատ պետք չէ, ասել է Ուկրաինայի նախագահը երեկոյան տեսաուղերձում։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է նախագահի ընտրություն անցկացնել, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպան ապահովեն անվտանգությունը։ Միևնույն ժամանակ Axios-ը հայտնել է, որ Կիևն ԱՄՆ նախագահի վարչակազմին է փոխանցել իր պատասխանը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան նախագծին։ Այն պարունակում է մի շարք մեկնաբանություններ և ուղումներ խաղաղության ծրագիրն իրագործելի դարձնելու համար։ Նոր առաջարկների մի մասը վերաբերում է Զապորոժիեի ատոմակայանի տարածքի և կարգավիճակի հարցերին։ Դավիթ Մուրադյան, լուրեր։